Պարոն Ղազենյան, Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որ պլան կա հեծը պետականացնելու, ուզում եմ հասկանալ կառավարությունից ինչ-որ գրություն բան եկել է ընկերություն, թե ոչ։ Որևիցե ոչ գրության տեսքով, համենայն դեպս ես որպես գլխավոր տնօրեն տեղակալ տեղյակ չեմ, այստեղ աշխատանքի վայրում եմ, ոչ մի ձևով դեռևս որևիցե պետական մարմնից որևիցե բան չունենք։ Եվ ընդհանուր ընկերությունում ինչ կարծիք ունեն այս գործընթացների վերաբերյալ։ Ձեզ հիմա որ ասեմ ամբողջապես վատ պետք է հետո 1-2 հոգի գտնվեն, ասեն չէ գիտեք, սենց մեծ կոլեկտիվ է 7000-անոց, բայց կարող եմ ձեզ ամենայն պատասխանությամբ ասել, որ բացարձակ մեծամասնություն, եթե ոչ ամբողջը, բացասական բնականաբար, որովհետև ամենայն դեպս 10 տարի պրոցեսները ղեկավարվում են շատ ճիշտ, կառավարվում են ճիշտ եւ ներդրումների առումով ուղղակի երևի թե մենք մի քիչ սիրում ենք շատ արագ տեսնել զարգացումը, եթե մեր ամբողջ ազգաբնակությունը եւ բոլորը իմանային թե ինչ վիճակում ենք ընդունել հեծը, բնականաբար դինամիկան ու շատ մեծ կզգային, բայց հաշվի առնելով, որ այն ժամանակ երևի մենք ենք սխալ եղել, որ այդպես չենք թմբկահարել, որ խայտառակ վատ վիճակ կա, այսինքն այսպես ոնց ասեմ մեղմ հնչի ու շատ վատ վիճակ կա, եթե մենք ենք մեղավոր, որ հայտարարած լինենք ու անդադում կարած լինենք, այսօր արդեն գոնե շնորհակալություն կլիներ, ոչ թե այսպեսի արձագանք էլի։ Իհարկե հասկացողը հասկանում է ինչա կատարվում, էլ այստեղ կարծում եմ, որ շատ բարդ չի հասկանալը։ Պարոն Ղազենյան, կարծում եմ Նիկոլ Փաշինյանի ասացին ծանոթ եք, որ մինչև ամսի 21-ը իր աշխատակազմին կառավարության անդամներին ժամանակ էր տվել ուսումնասիրել, թե ինչպես պետք է փոխհատուցել քաղաքացիների կրած վնասները։ Ձեզ հետ քննարկում այդ հարցով եղել է, որ քննարկեք, հասկանաք քաղաքացիներին փոխհատուցման համար ինչ մեխանիզմներ են կիրառվելու։ Ճիշտ ասած, հեծը կարգավորում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով իր բոլոր ենթավորական ակտերով եւ որոշումներով։ Բոլոր որոշումներով, որտեղ կա քաղաքացու բաժանորդի շահը եւ ոտնահարվածը, այդ որոշումներով եւ հանձնաժողովի կարգերով փոխհատուցվում են։ Դրանք օրինակ ասեմ 4 ժամ եւ ավել տևած հոսանքազրկումները, եթե ֆորս մաժորային չկա, այսինքն այրված սարքավորումների մասով այդ ամբողջը փոխհատուցվում է։ Ես կարդացել եմ այդ ձեր ասածը, բայց նախ չեմ կարողանում հասկանալ ինչ է նշանակում վնասներ, որովհետև լինելով իրավաբան շատ լավ հասկանում եմ, որ վնասը պետք է լինի կոնկրետ թիվ, կոնկրետ ինչ-որ գործողության արդյունքում կամ անգործության արդյունքում։ Շատ ընդհանրական արտահայտություն է, ես անգամ կառավարության անդամներին չեմ կարող այսպես ասած նախանձել շրջանակների մեջ, թե իրենք ինչ են հասկանալու դրա տակ, էլի։ Եվ ընկերությունը ինչպես է պայքարելու այս պետականացման գործընթացի դեմ, պարոն Ղազենյան։ Իրավական բոլոր ճանապարհներով։ Ես կարծում եմ այդ պետականացման գործընթացը ինքը չգիտեմ, ինչ-որ երևի աղմուկ ստեղծելու ինչ-որ բանի համար է։ Չեմ կարծում, որ այստեղ իրավաբան լուրջ լինի, որը ասի, որ կարող ենք մենք ինչ-որ գործընթաց նախաձեռնել, այսպես ասած, պետականացնելու նախ օրենսդրությանը, չգիտեմ, չեմ ուզում 100% ասեմ, չստացվի մի բան չգիտեմ, բայց պետականացման համար, եթե անգամ օրենսդրությունը թույլ է տալիս, հիմքեր պետք է լինեն։ Ինչ հիմքեր կան։ Այսինքն հեծին մեղադրում են ինչ-որ բանում, որտեղ որ պետականացման հիմք կա, չկա այդպիսի բան։ Մի փոքր ժամանակ լինում են դեպքեր քամիների պատճառով շատ կամ շատ շոկի պատճառով վթարների որոշակի քանակի աճ, մենք էլ շատ մաքսիմալ արագ վերացնում ենք ներդրումներ, չեմ պատկերացնում, գիտեք, մի քիչ adekvat զրույց չի, այսինքն մենք հիմա նստենք քննարկենք ինչ-որ մեկը որոշել է, որ տենց պետքա պետականացվի, բայց հիմքերը չկան, քննարկումը չկա։ Եվ վերջինաշով պետականացումից առաջ կամ ինչ-որ մի գործողությունից առաջ այլ գործողություններ են հետևում, այնպես չի, որ եթե մի բան վատ եղավ, всё ձեռքից վերցնում ենք։ Վերջը պետություն ենք, չէ՞։ Այդ մյուս բոլոր ներդրողներն ինչ են մտածել, էլ որտեղից են մենք ստեղ ներդրում ակնկալելու, լավ սենց ասեմ։ Էլ չեմ ասում, որ բոլոր ներդրողները պետք է իրենց ռիսկային զգան։ Հենց մի հատ որոշեցին դեմ արտահայտություն անել, չնայած դեմ էլ չի մեծ հաշվով, եկեղեցու պաշտպանությանն է վերաբերվում, ես էլ քրիստոնյա եմ, ես կրկնում եմ Կարապետյան Սամվելի խոսքերը։
ու կարծում եմ ազգի 80 եւ ավել տոկոսը։ Ինչ խնդիր է։ Եվ վերջում Պարոն Ղազենյան, այսինքն այս ընթացքում կառավարության եւ ՀԵՑ-ի միջև որևէ քննարկում բան եղել է թե ոչ։ Անկեղծ ասած, ես ինչքանով որ տեղյակ եմ, խնդրում եմ սա ֆիքսել, ես ինչքանով որ տեղյակ եմ, ոչ։ Այսպես հեռահարա։ Մենք մեր իրավաբաններով, մեր իրավաբանական դեպարտամենտով պատրաստ ենք, ունենք բոլոր հիմքերը ենթադրելով, որ այդպիսի բան ուղղակի հնարավոր չի, մնացածը ինչ քննարկում կարող է լինել, այսպես ասենք, որ ես տեղյակ չունեմ, բայց ես ինչքանով որ տեղյակ եմ, ոչ։ Այսինքն չի եղել, որ կառավարությունից առաջարկեն, ասեն, օրինակ, չգիտեմ, լույսերը անընդհատ անջատվում են, մարդկանց տեխնիկան փչանում է, արեք հասկանանք, ոնց ենք այս հարցը լուծում։ Այդ հարցով երբևէ առաջարկ եղել է։ Այդ հարցով քննարկումներ եղել են եւ կառավարության հետ, եւ հանձնաժողովի հետ անընդհատ, ես որպես փոխտնօրեն, իրացման տնօրեն, կոնկրետ կառավարությունից ենք ստանում բողոքներ, բոլորը անհատական նայման են, անկախ կառավարությունից եւ անկախ որից է տեղից եկածը, բոլոր բողոքները անհատական նայվում են եւ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ վերջի 10 տարվա ընթացքում Տաշիր գրուպի ձեռք բերելուց հետո ամենայն դեպս անգամ պարոն Կարապետյանի խոսքերը ձեզ կարող եմ մեջ բերել, եթե անգամ 50-50 է, խնդրում եմ սա էլ անպայման ֆիքսել, եթե անգամ 50-50 է, հարցը պետք է լուծենք բաժանորդի օգտին։ Այսինքն բոլոր անհատական նայվելա չի կարող որից է մարմին բողոքի ասի կամ չգիտեմ ապացույց տա, ասի գիտեք ինչ, ասենք բողոքելա մեկը, որ իր կիլովատը շատ է կամ չգիտեմ սարքավորում այրվել է, չենք սարքում եւ այլ։ Այստեղ խնդիրը այլ է։ Օրինակ սարքավորումների պարագայում անկեղծ ձեզ ասեմ, այնտեղ պաշտպանիչ բաներ պաշտպանություն պետք է ունենա եռաֆազ սարքավորումը։ Շատ դեպքերում մեր ազգաբնակչությունը դա չգիտի, պետությունը մեր վրա այդպիսի պարտականություն չի դնում, որ արդյունքում դառնում է հեծը վատնա չսարքեց։ Բայց ինչ կարգով որ պետությունը մեզ կարգավորում է, մենք դրան անվերապահորեն հետևում ենք։ Եվ դուք պետականացման մասին արդեն գիտեիք, հա, այդ ներքին շփումներով, թե ձեզ համար էլ վարչապետի հանրային խոսքից հայտնի դարձավ։ Բացարձակ, մենք չենք էլ կարող անկնկալել, որ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվել։ Կներեք 1000 անգամ, բայց ես դա այդպես եմ նայում դրան։ Բացառով է պետք է իմանանք, այսինքն ինչից, եթե մարդ մի ամբողջ կազմակերպություն, մեծ ընտանիք ընկերություն աշխատում է 10 տարի շարունակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա, դինամիկան կարող է տեսնել 2015 եւ 2025։ Ու տեսնում եմ, համոզված եմ, որ տեսնում են, վերջին հաշվով ներդրումներ են ներկայացում, հանձնաժողովը դա ընդունում է ամեն տարի, հաստատում է մեր մյուս տարվա ներդրումների ցանկը եւ այլ։ Ինչ ամբողջությունն է դա, հասկանում եք։ Դա իմ կարծիքով քաղաքական գործընթաց է։ Շատ կարճ կոնկրետ։ Եվ ՀԵՑ-ի աշխատակիցներին արդյոք ստիպում են մասնակցել, հա, բողոքի ակցիաներին ի աջակցություն պարոն Կարապետյանի։ Տեսեք, ես վերջի մարդը չեմ այս ընկերությունում եւ առանց ինձ որոշակի շատ մեծ քանակի մարդկանց, եթե անգամ այսպես տեսականորեն նայենք, առանց ինձ դա հնարավոր չէր։ Ես այդպիսի բան չեմ արել, չեմ անում եւ չեմ անելու, ինչպես նաեւ իմ գործընկերները կամ մեր գլխավոր տնօրենը։ Ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, որ ես Ռոզային էլ ասեցի զանգահարել էր Կարապետյանի դատարանի օրը։ Ես ասեցի, երբ որ մարդիկ խոսում են պաշտոնատարանց առավել եւս տղամարդ, պետք է մի հատ, չգիտեմ, գոնե ինչ որ դա մի անուն ազգանուն ասեն այս մարդը ուղղորդել է կամ ստիպել է։ Հիմա եթե մենք ընկերությունում շենքում նստած իմանում ենք այսպիսի բան կա, վերջին հաշվով ընտանիքի պես, կոլեկտիվի պես, եւ եթե ստիպելով լիներ, այնտեղ չէր լինի, չգիտեմ 500, 700 կամ 300 կամ 1000, թիվը չգիտեմ։ Վերջին հաշվով 6800 աշխատող ունեցող ընկերություն է, չէ՞։ Կամ կլինեին դեպքեր, որոնք որ կգնային հաղորդում կներկայացնեն հանցագործության մասին եւ այլն։ Ախր մենք անդադ sense անդրադառնում ենք ինչ-որ օդի մեջ կախված լուրերի, չգիտեմ, այդպես տարիներ շարունակ։ Խնդրում եմ եւս մեկ անգամ, ով որ այդպիսի բան ասում է, ասեք կոնկրետ ՀԵՑ-ի փոխտնօրեն Ղազենյան Դավիթ ասում է, «Մերավ կարող եք մի հատ անուն ներկայացնել, եթե ոչ ներողություն խնդրեք»։ Օդի մեջ խոսալով չնորդ ջան։ Եվ վերջում պարոն Ղազենյան, արդյոք ձեզ համար վիրավորական չէր լսել, որ թքած ունեմ ՀԵՑ-ի վրա։
Ուրեմն ասեմ դա ստորության որոշ գործիչներ ասեմ, չգիտեմ իրանց այսպես կոչողներ ասեմ, ստորության վերջին աշճանն էր, որովհետև Կարապետյանի ասած ենթատեքստը այդ ձևով փոխելը իրականում համարում եմ ստորություն, անկեղծ։ Կարապետյանը չի ասել թքած ունեմ հեծի վրա։ Այսինքն բառացիորեն այդպես, բայց ոչ հեծի վրա թքած ունեմ։ Դե ասում է թքած ունեմ, իրանց վրա էլ, հեծի վրա էլ։ Ահա, սենց ասեմ, եթե խնդիրը ես իհարկե միգուցե նաև իրավունք չունեմ դա մեկնաբանելու, ես ասում եմ, ես ինչ եմ հասկացել ու կոլեկտիվը ինչ է հասկացել։ Եթե պետք է հեծով շանտաժ անեն, որ ես եկեղեցուն չպաշտպանեմ, այսինքն իմ ունեցվածքի վրա թքած ունեմ, то есть երբ որ մարդ ասում է, չէ, այդպիսի ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, կյանքում էլ են այդպիսի օրինակներ, ասում են թքած ունեմ ես ունեցվածքի համար, եթե դրա դիմաց ես սա պետք է վճարեմ։ Խոսքը դրա մասին է եղել, մի քիչ adekvat, 1% adekvatություն ունեցող մարդ այլ կերպ դա չի կարող բնորոշել, հավատացեք։ Այսինքն խոսքը վերաբերում է, եթե ինչ շանտաժ պետք է անեն սրանով, իմ կարծիքն է, նորից եմ ասում, ես չեմ խոսել իրեն, եթե պետք է ինչ շանտաժ անեն սրանով, այո, թքած ունեմ սրա վրա էլ, այսինքն պատրաստ եմ սա էլ կորցնեմ, բայց իմ սկզբունքները չզիջեմ։ Սա է եղել միտքը։